Միջուկային գործարքի շուրջ Թեհրան-Վաշինգտոն բանակցությունների ֆոնին ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը մեկնել է Իրան։ Ռաֆայել Գրոսիին ընդունել է Իսլամական Հանրապետության արտգործնախարարը։ Աբբաս Արաղչին Գրոսիին կոչ է արել չտրվել որոշ պետությունների ճնշմանը եւ կատարել ատոմային գործակալության ստանձնած պարտավորությունները։ Իրանը վճռական է շարունակելու գործակալության հետ շփումները եւ կարգավորելու իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը, հավատացրել է Արաղչին։ Նա Գրոսիին տեղեկացրել է Օմանում Թեհրանի եւ Վաշինգտոնի բանակցությունների մասին։ Արաղչին ընդգծել է երկխոսության եւ դիվանագիտության կարեւորությունը։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրենն էլ համոզմունք է հայտնել, որ կառույցի եւ Թեհրանի գործակցությունն անհրաժեշտ է երաշխավորելու միջուկային ծրագրի խաղաղ բնույթը։ Դիվանագիտության կարիք կա, շեշտել է Գրոսին։ Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ։ ԱՄՆ նախագահը չէր բացառել Իսլամական Հանրապետության դեմ ռազմական գործողությունների եւ միջուկային օբյեկտների խոցման հնարավորությունը։ Մարտի 19-ին Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կալանավորումից հետո Թուրքիայում հակակառավարական ակցիաները չեն դադարում։ Ստամբուլում զանգվածային ցույցեր են, քաղաքացիները պահանջում են ազատ արձակել Իմամօղլուին եւ բերման ենթարկված ընդդիմադիր այլ պաշտոնյաներին։ Ժողովրդի հանրապետական կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելը հայտարարել է կանգ չեն առնի, մինչեւ Իմամօղլուն ազատ չարձակվի եւ չդառնա Թուրքիայի նախագահը։ Հիշեցնենք, որ Իմամօղլուն մեղադրվում է կոռուպցիայի, փողերի լվացման եւ ահաբեկչության հետ կապ ունենալու համար։ Ընդդիմության համոզմամբ Էքրեմ Իմամօղլուի դեմ հարուցված գործը քաղաքական դրդապատճառներ ունի, քանի որ նա համարվում է առաջիկա ընտրություններում Ռեջեփ Էրդողանի հիմնական մրցակիցը։ Միջազգային հանրությունը դատապարտել է Իմամօղլուի կալանավորումը, այն անվանելով հակաժողովրդավարական քայլ։ Գիշերը ռուսական ուժերը հարվածել են Դնեպր քաղաքին, հայտնի է 3 զոհի մասին։ Տուժել է 30-ից ավելի մարդ, այդ թվում երեխաներ։ Վնասվել են բնակելի շինություններ, կրթական եւ մշակութային հաստատություններ։ ԱԹՍ-ներից մեկն ընկել է քաղաքապետարանի մոտակայքում, հրդեհներ են բռնկվել։ Ռուսական կողմն էլ հայտնել է դաշնության տարածքում ուկրաինական 71 անօդաչու սարք խոցելու մասին։ Թիրախում են եղել Օրյոլի, Ռյազանի, Բրյանսկի, Տուլայի, Վլադիմիրի շրջանները։ Տեղեկություններ կան, որ հարված է հասցվել Իվանովոյի Շույա քաղաքին, որտեղ տեղակայված է եղել օրեր առաջ Սումիին հրթիռային հարվածներ հասցրած ռուսական բրիգադը։ ԱՄՆ իշխանությունը սպառնում է չեղարկել օտարերկրացի ուսանողների Հարվարդ ընդունվելու իրավունքը, եթե համալսարանը հրաժարվի տեղեկություններ տրամադրել հակաիսրայելական ցույցերին մասնակցած այն ուսանողների մասին, որոնք հատուկ կրթական վիզաներ ունեն։ ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը ժամանակ է տվել մինչև ապրիլի 30-ը։ Հարվարդից CNN-ին հայտնել են, որ տեղյակ են իշխանության դիրքորոշմանը, սակայն մտադիր չեն զոհաբերել համալսարանի անկախությունը կամ խախտել սահմանադրությունը։ Ավելի վաղ ԱՄՆ իշխանությունը նաև նախազգուշացրել էր, որ կզրկի Հարվարդը շուրջ $9 միլիարդ ֆինանսավորումից։ Դիանա Գասպարյան, լուրեր։